Դյաձ երրորդ համաշխարհային սոխառածն է տժում։ Ռազ որ հասավ այդտեղ ուրեմն արգելում է։ Վերադառնանք Հայաստան։ Պետք է մեր սխալները չկորցնենք։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, հանեք ձեր պերաշկիները, ձեր կուկուռուզները ու պոպկորնը եւ տեղավորվեք հարմար։ Նաեւ խնդրում ենք միանալ մեր Patreon-ին ամիսը $3 սկսած, որպեսզի մենք sense կուչե կաց չնստենք ստեղ որփի գլխի նման այլ նորմալ ավելի լավ աթոռներ առնենք, որոնք չեն իջնում րոպեն մեկ ներքև։ Մեր գլխավոր գործիքեր GTB Steel-ը շարունակում է ձուլել արմատուրաները Արարատում, ու եթե ինչ որ երկրից ձեր եկող արմատուրաները հիմա կարող է ուշանան, Արարատի մարզինը չի ուշանա։ Մարզը Արարատն է, տեխնոլոգիաները գերմանական։ Jawohl։ Եվ այսպես բան չմնաց, մարտի 8-ն է, լուրջ հեսա մոտենում է, ու դուք փնտրում եք ռոմանտիկ անակնկալ։ Ես ունեմ առաջարկ, Ticket System-ից, առնում եք, թատրոն տանիքում, սերս քեզ ներկայացում, ռոմանտիկ, սիրուն, պարզ տարբերակ անմոռանալի date ունենալու համար։ Ու հեշտ մտնում եք app, ընտրում եք տոմսը ու վերջ, Ticket System, բոլոր տոմսերը մեկ հարթակում։ Դե ինչ բարեկամներ, տարածաշրջանը նորից սպայթել է Իրան, Իսրայել, Ամերիկա, այնպեսի բոլոր տեղերում, որ նույնիսկ մարդիկ մի պահ ուշադրությունը շեղեցին Նիկոլեի ու Աննայի բաժանումից։ Չեմ հավատում։ Ինչ է եղել։ Նարեկ ինչ է եղել։ Էդի ստուգված ինֆո է, բռնվի։ Ժոր դուք է բռնվեք։ A few moments later. Աննա Հակոբյանն Instagram-ում unfollow է արել Նիկոլ Փաշինյանին։ Խիադա կարևոր, փորձում եք շեղել մեզ տարածաշրջանից, չի ստացվել, որտեվ Թրամփը ամենատարօրինակ ձևն է գտնել ստանալու խաղաղության Նոբելյան մրցանակը, դա պատերազմներ սկսել ստեղ ունդեղ։ Իսրայելը հարվածեց Իրանին, Իրանը պատասխանեց, նույնիսկ մեր մոտ սահմանին դմփոցներ են լսվել այդ պատերազմից։ Դմփոց չեք լսել, որտե տրակտորին դմփոց լավ էլ մի հատ։ Որտեղ լսել եք պայթյունի ձայնը։ Այ լսել եմ, անանայրը դեպի վերում ենք դմփոցը լավ։ Բայց որտեղ ֆինիշը չեմ անում։ Ես պատկերացնում եմ ինչ լարված վիճակ է հիմա կառավարությունում։ Շատ խառը։ Կառավարության անդամները, իշխանությունը առավոտը շուտ հավաքվեց եւ քննարկեց յուղայնության հարցը։ Ինչի յուղայնության։ Պերաշկու։ Evo, Evo jest marczy pytanie. Okay, բարդ խոսակցությունից առաջ պետք է մի հատ լավ հաց ուտել, որովհետև ուղեղը պետք է սնուցել, ինքը սպիտակուց է ուտում, որպեսզի քննարկես անվտանգային հարցերը։ Մենք ջոգեցիք, որ դուք մաքսիմալ ժողովրդի ծոցից եք։ So, this is հասկացել։ Բայց կարելի է մի քիչ նեղություն տվեք այդ ձեր քարոզարշավին, որը դեռ չի սկսել, էլի։ Զբաղվեք երկրի կողքի այդ պատերազմի հարցերով, մի քիչ էլ։ Դե բայց Զատո Պապիկյանը չէր երևում ավտոբուսում, ենթադրում եմ, որ խիեմ սենց ուրախանա շատ վատ բաներ է կատարում մեր շուրջ։ Պապիկյանը երևի զբաղվում էր անվտանգությամբ, դրա համար չէր երևում ավտոբուսում։ Պապիկյանը ուղղակի Ալենի ամիջապես հետևն էր նստած ավտոբուսում։ Հա։ Հիմա այս ավտոբուսով մի հատ ցույց տուր։ Երևա լավ ավտոբուսը, ստեղ է։ Երկով արեք առաջատ։ Ճանաչում եք Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Դավիթ Խուդացյանն է այստեղ, Բխտար Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Վահագն Ալեքսանյան, Արուսյակ Ջուլհակյան, Արեն Մկրչյանը զուգահեռ մեր ուղիղ եթերին խփում է, ինքը իր ուղիղ եթերն է։ Գիտեք էլ ինչն է զուգահեռ խփում։ Իսրայելն է խփում մեր կողքի երկրին։ Սախեչ, ես շատ մտահոգիչ բան նկատեցի ավտոբուսում։ Ինչ է եղել։ Ուրա Հրաչյա Հակոբյանը, թիվ 1 կենսաբանականաներ ձագը։ Հասմիկ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, գնա առաջ, Արարատ Միրզոյանը, Նազելի Բաղդասարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Հովանիսյանը, Հայկ Գոնջորյանը, Միլադա Հովանիսյանը, Հայկ Խալումյանը, Գնել Սանոսյանը,
Սիսակ Գաբրելյանը, Հա, բայց էսի սպասելի էր, եթե Աննան գնացել է, ինչ աներձակ։ Բայց ինքը մեր աներձակներ, մենք պատասխանատու ենք այն աներձակերի համար ում ընտելացրել ենք։ Ես հասկանում եմ քո հույզերը, բայց ինչ ես առաջարկում, ասես կանգնացնենք իրան մեջտեղը ու տենանք որ մեկի մոտ կգնա, հա, դա սուզում։ Հա։ Կամ who's a good աներձակ։ Արի մոտս ես նախարար կնշանակեմ։ Նա եկավ մոտս։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ցուցակում ես չեմ լինի, չեմ մասնակցի որպես տեխնացու, իհարկե քաղաքարշավին կմասնակցեմ, բայց որպես տեխնացու ընդգրկված չեմ լինի ցուցակում։ Ուրա քաղաքարշավին էլ չենք տեսնում։ Բայց բարեկամներ, վերադառնանք երրորդ համաշխարհայինին։ Այդ ոչ մեկն էս չի ասում դրան։ Ես թվում է առաջինի ու երկրորդի ժամանակ դες միանգամից ջոգել էին, այդ բրենդինգը ընթացքում է գալիս։ Ու նես չի որ անվտանգության խորհրդի նիստ չեղավ, չէ։ Նիստը եղավ, հենց մի քիչ ոնց որ թեթևացան քարոզարշավից, մի հատ հավաքվեցին ու պարզվեց որ ամեն ինչ շատ անվտանգ է։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։ ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Նիստի արդյունքում վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Դե վсё, հանձնարարականները տվիմ, Վահագն Խաչատուրյանը օփշիկար տեղեր It's for sag, ամեն մեկը գիտի ինչ պետք է անի։ Հա, բայց նախքան ամեն մեկը կգնա այդ ինչ որ բանը կանի, մեր շատ ավելի կարևոր գործ կա։ A few moments later. Այո, զոնային կերակրեցիք եւ մեկը նկմեցիք։ Ես զոնային հավատ ամրակ։ Ու իրոք շատ դժվար է չհամաձայնվել երկրի արժեխոսնակի հետ։ Իրոք շատ լավ է որ կուկուրուզը գլոր տարիք է։ Ինչ թվում է պայհի լրջությունը մենակ համ մեկն է հասկանում, նայեք ինչ ապոկալիպտիկ բաներ է գուժում։ Իրանի հպարտ ժողովրդին ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում, ամենուր ռումբեր են թափվելու։ Երբ ավարտենք, ձեր կառավարությունը ձերը կլինի։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ բարեկամին նախագահ Թրամփին իր պատմական առաջնորդության համար։ 47 տարի է այաթոլլաների ռեժիմը բղավում է մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Այս ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որ Իրանի քաջարի ժողովուրդն իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը։ Դիմում եմ նաև իսրայելցիներին։ Առաջիկա օրերին առյուծի մռնչյուն գործողությունը պահանջելու է բոլորիցս տոկունություն ցուցաբերել։ Լավ, շո հասկացանք։ Եվ այս ամենը մտապահելով իհարկե, բայց նես չէ՞ որ մեր երկրում սաղ գործերը կանգնում են։ Այո, բայց բնակչություն ազգա բնակչությունը հարցեր ունի վարչապետին, հարցեր, որոնք պակաս կարևոր չեն, քան երրորդ համաշխարհայինը։ ինչ համերգ եղբայր։ Հա, չգի, ապրիլին երերի։ Իսկ վարչապետի հաջորդ համերգը բոմբելու է, որտեղ հիմա կգրաս ավելի շատ ազատ ժամանակ ունի տանը պարապին, ասում։ Լավ, արի չաբսուրդացնենք։ Նարեկ։ Ինչ։ Ես կարծում եմ կային իրոք լուրջ հարցեր։ Ավելի լուրջ, քան վարչապետի հաջորդ համերգը։ Գանձակարի մանկապարտեզի 13 տարվա մեթոդից դստեր փոխարեն տնօրեն է նշանակվել շախմատի ուսուցչուհին, ում միակ առավելությունը ըստ բնակչի Տավուշի մարզպետի հետ բարեկամական կապն է։ Հարաբերություն էլ պետք չի։ Դե հիմա դուք մի րոպե բարեկամին նշանակ ենք։ Ես էլ անտերապիրական եմ։ Սկզբում ամեն ինչ հանդարտ էր։ Դա երրորդ համաշխարհայինի սոխառածն է տժում մանրկրակի վրա։ Ինչ մնգոյի տնօրենի հարց։ Գիտես ինչ, վարչապետի համար մանր ու մեծ հարցեր չկան։ Вообще վարչապետի գործն է նշանակել մնգոյի տնօրեն։ Չէ, մնացած ամեն ինչը վարչապետի գործն է։ Հոգևորականների խորհուրդ, ինչ որ խանութ հարկային ուղարկել։ Եղբայր, մի րոպե, ներողություն եմ խնդրում։ Դա վարչապետի գնահատում համայնք կա, համայնքը կորոշի ով մանկապարտեզի տնօրեն։ Ընեն չէ՞ որ գալիս եք իմ աղջիկն է պետք է լինի։ Ինչ բոլորն են ինչ որ մեկի աղջիկն են, ինչ որ մեկի հարեմանն են, ինչ որ 3 տարվա ստաժ ունի։ Եղբայր, Ոսպասելի սթափ գնահատական տվեց։ Այո, դա համայնքի լիազորությունն է, ոնց որ իրանք կզբաղվեն։ Բայց կա չարաբաստիկ a few moments later։ կամ էլ ինչա նշանակում 21-րդ դարն է, մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործ չնշանակեք արգելում եմ։ Ասում եմ չլնեմ չիմանամ։ Որևէ պարագայում արգելում եմ։ Այս
մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն։ Այս վարչապետի հարց չի, բայց ռազ որ հասավ այդտեղ ուրեմն արգելում է։ Հիմա Լուկաշենկոն նայում է, ասում է. «Ты я тоже в свои молодые годы вот такой же был»։ Չմոռանանք, որ հիմա ընտրություններ են եւ բոլորը անխնա պատրաստվում են։ Այո, դոկ կուսակցությունը եւս համագումար է անցկացնում ու իրաց ոչ մի ձև չխանգարեց այն փաստը, որ Տրամպը գցել է ղեկավարին Հենդերսոն քրեակատարողը։ Okay, դոգը AI-ով է դիմել։ Չէ, հերախոսա ուղերձով։ Թրամփի ստեղծած բոլոր խոչընդոտներին ինադու։ Դրված է մեծ հաստականի տակ։ Դուք ինձ լավ եք տեսնում ինչ է կատարվում ձեր շորջը։ Եթե ինձ այսպես ասած ամեն օր երեկոյան զեկուցում են իրավիճակի մասին, դուք այդտեղ ապրում եք։ Դուք տենում եք որականում մեր երկիրը։ Դուք տենում եք ինչ է անում մեր երկրի հետ։ Բայց նախքան կուսակցությունները կլսեին այս ամեն ինչը, իրանք պետք է գային եւ գրանցվեին։ Ու գրանցումի պահից արդեն շատ ակնհայտ էր, որ դոկականները, եթե գան իշխանության, շատ խիստ են վարվելու նիկոլականների հետ։ Ինչի՞ց է դա երևում։ Հենց անմիջապես գրանցումների տիրուհուց է դա երևում։ Դոք ենք հենց եկան ճիպոտելու են իշխանություններին։ Մինչդեռ մենք մտածում ենք, որ ճիպոտելը տեխնիկային տնօրենի թեման էր։ Այրականացիր գա դոք ենք գալիս մնացածին սպասում է խիստ BDSM եւ անողոք դոմինատրիքս։ Այլ քաղաքական ուժերից, որոնք մասնակցում են ընտրություններից, այդ բոլոր 67 տարբեր ուժերը, որոնք հասկանում են, որ միասնական պետք է մասնակցել, Ավետիք Չալաբյանեն եւ Արման Թաթոյանեն իրենց հայոց թևերով միասնության հայոց թևերով միավորվում են միասին։ 35 տարի մեզ դիպել են ընտրել կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ, կամ օլիգարխներ, կամ թույլեր, կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք բավական է կամ-կամին, պետք է սովորել ասել եւ։ Այսինքն եւ կոռուպցիոներներ եւ անկարողներ, հա? Չէ, դմբո։ Եվ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, եւ ուժեղ բանակ, եւ ազատ տնտեսություն, եւ ազգային արժանապատվություն, եւ ժամանակակից պետություն։ Հա, այդ ուրիշ։ Այդ ընթացքում Փաշինյանից Քարոզ Արշավում, որը հիշացնեմ, էլի հələ ճիսկ вообще շատ հեռու է սկսվելուց, ամեն ինչ այդքան հարթ չէր գնում, ինչպես կարար թվար։ Գրքերը թեժացան, երբ վարչապետը որոշեց բարձել վերջը բանանը էժանացել է, թե Բարև եղբայր։ Դուրս։ Չէ։ Բարև։ Մի վերացի, աղբոր։ Բարև։ Եկի առաջին Տես չեղավ շտապ առաջ գցել վարչաբենդի համերգը, մենակ դա կփրկի։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում պատերազմը չի ավարտվել, բայց զատո կան արդեն արձագանքներ քաղաքական ուժերից, ինչպես նաև Արզականցյանը մնացել է Դուբայում, չի կարողանում դուրս գա, եւ Սերժ Սարգսյանը խոսել է իմպիչմենտից։ Ուզում ես սովորել graphic design, game development ու հիմա շատ ակտուալ դառնող YouTube marketing ուշադիր Սերգեյին ես լսում։ Spin Ideas Agency։ Եթե ուզում ես սովորել graphic design, YouTube marketing, game development, հատուկ կուրսեր են սկսում, զանգեք, կապվեք եւ ձեզ կբացատրեն ինչը ոնց ինչի համար։ Սկսվում են հատուկ կուրսեր Spin Ideas Agency, գրանցվեք։ Եվ այսպես իրավիճակը շարունակում է լարված Իրան, Ամերիկա, Իսրայել եւ բոլորս հասկանում ենք ինչա պետք անել մոտենալ Վահագն Ալեքսյանին ու բացատրություններ պահանջել։
Լրագրողները ուզում են իմանալ, արդյոք մենք պատրաստ ենք ամեն ինչին։ Բնականաբար բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են եւ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար։ Ամեն ինչ անում ենք, պլանները գծած են, անվտանգության նիստը անցկացված է, նենց որ կարելի է մի թեթև արխային ընկնել ու վայելել։ Ինչի՞ց է վերցել, որ արխային են ընկել ու վայելում են։ Մեզանից ինչ հասնում էր արել ենք, թրիփը գծել ենք, հիմա կարող ենք վայելել խաղաղության խաչմերուկով, ասենց որ գնում ես, այնտեղ աչքի վրա մի հատ պերաշկի անոց կա։ Այդ ընթացքում Ալեքսանյանը նկատեց քոչարանական լրատվամիջոցները ու հիշեց, որ Քոչարյանը вообще վտանգավոր բան էր առաջարկել Իրանի հետ կապված։ Ասում եմ ձեր ղեկավարը քաղաքական առումով ձեր լրատվականի քաղաքական ղեկավարը սրանից մի տարի առաջ ասում էր Հայաստանը պետքա Իրանի հետ ռազմական դաշինք կնքի որպես այդպեսին Հայաստանում իրանական զորքեր տեղակայի, այս տեղակայի, այն տեղակայի։ Հիմա դուք որպես այդ լրատվական քաղաքականությունը նաև այդ հայտարարությունը առաջ մղած այսպես մարդ։ Օրինակ ինչ հետևանքներ կլինեին, եթե ձեր այդ նախորդ գուժացը, այդ ձեր նախորդ ստրատեգիան Հայաստանի Հանրապետությունը իրականացրել։ Հաստատ չեն կարողանա սենց հանգիստ պերաշկի ուտեին։ Իդեպ Դոնալդենց հարցակումից 2 օր առաջ մեր պաշտպանության նախարարը ուր էր գնացել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է։ Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել նախարար Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են երկու երկրի պետական օրհներգերը։ Շատ տարօրինակ է հիմա Պապիկյանի վիճակը, պատկերացնում եք մարդը գնացել է, ինչ որ բաներ են քննարկել, ինչ որ բաներ են պայմանավորվել ու հիմա այդ բոլոր մարդկանցից մենակ Պապիկյանը կա։ Շատ տարօրինակ միտք, մտավախություն։ Հոնենց բան չեն ստորագրել այնտեղ, որ եթե Ամերիկան հարձակվի իրաց վրա, մենք է պետք է պատասխան Ամերիկայի վրա հարձակվենք։ Դե դատելով մերոնց առաջին արձագանքից պատերազմից հետո այցը զուտ ճանաչողական էր։ Այսենց տեսակ ինչ լավ պահի ենք ստորագրել թրիփը դեմքով էլ շարունակում ենք գնալ առաջ։ Բայց ի վերջո լրագրողների ճնշման տակ հաջորդ օրը Հայաստանը ցավակցական նամակ ուղարկեց։ Իսկ այդ ընթացքում Վրաստանի լրատվամիջոցները փորձեցին հասկանալ արդյոք Վրաստանի իշխանությունը նույն ձև ավարվելու ոնց որ Հայաստանին է։ Վրացական պարլամենտի փոխխոսնակը եւս մեկ անգամ ցույց տվեց իրենց չուզող նախանձ դեմքը։ Հայաստանի վարչապետը չեբուրեկել աուտում պատերազմի սկսվելուց հետո։ Դրա համար մենք չենք պատրաստվում անել նույնը, ինչ Հայաստանը։ Նինո Ցիլոսանի։ Վայ Նինոն ասավ չէ, ես տխուր եմ արասրանք չեբուրեք են ուտում։ Վայ Նինո, ինչ չեբուրեք, ախր դա պերաշկի է։ Ոնց որ ձեր վարչապետը ուտեր խինկալ, մենք ասենք, հենա, պելմեն ա կրծում, հմի մենք էլ պելմեն կրծում։ Այդ ասում լրագրողները դե էլի հիշեցին են դեպքը, որ բանջարեղենի խանութ չէին թողնում մտնել Փաշինյանին Քարզարշավի ընթացքում, որը հիշացնեմ էլի հələ չի սկսել։ Ստեղ շատ տարօրինակ վիճակ է։ Ընդդիմությունը ասում է լավ արել, որ դուրս է հանել, բայց հիմա ոնց որ ռեպրեսիաներ ալնելու։ Իշխանությունները ասում են լավ չի արել, բայց ռեպրեսիաներ չեն գալու, նախկիների նմանով չեն գնալու սպանելու զոքարանում։ Իսկ լրագրողները Ինչ են ուզում լրագրողները։ Ինչ ստուգումներ։ Այդ քաղաքացու։ Ես եթե հանկարծ նույնիսկ պլանային նման ստուգում բան արածա, ես կոչ եմ անում չանել այդ ստուգումը։ Կներեք, բայց ներողություն, մի րոպե, դուք ինչ իրավունքով եք, հա, բայց թեման եմ շարունակում։ Դուք ինչ իրավունքով եք կոչ անում Պեկին պլանային ստուգումը չիրականացնել։ Ես Ապրես Նարեկ Կիրակոսյան, այտենց չթողնես Պեկը մտնի այդ խեղճ մարդու բանջարանոց։ Բայց ինքը ասում է խիեք արկելում Պեկին, որ մտնի բանջարանոց։ Ապրես Նարեկ, չգիտեմ կոնկրետ ինչ ես ուզում, բայց շատ լավ ես անում։ Ու вообще գնացեք արդարադատության նախարարն էլ տվեք իրան вообще չվերաբերող մի քանի հարց։ Չեք տիրապետում, բայց այնուամենայնիվ Իրանը մեզ բարեկամ երկիր է համարվում, չարժեք գոլետ հավաքցնել հոգևոր առաջնորդի եւ այդքան։ Դուք լսում եք, ես ինչ եմ ասում։ Ես ասացի չեմ անի որևէ հայտարարություն։ Ինչու եք նորից նույն հարցը տալիս։ Քան փորձում Գալյանից քերել ցավակցություն Այաթոլլայի մահի կապակցությամբ։ Չգիտեմ, բայց բարեբախտաբար Սրբույի Գալյանը իր հետ վերցրել էր արա ինչ տուպո եք դուք ու ինչ տուպոյ հարցեր եք տալիս դեմքի արտահայտությունը։
Չենք հասնում։ Ավելի թեժ հարցեր ենք տալիս Գալյանին։ Չեն ավելի լավ հարադառնում եք կլսեն մնա հերոստատողները դուք ներկուսակցական քարոզարշավ եք անում այն օրերին երբ որ այ մեր քթի տակ բուրըն պատերազմ են ընթանում դուք տպավորություն է հայ հանրության կողմից որ Հայաստանի իշխանությունը ընդհանրապես կառավարությանը չի հետաքրքրում կամ ինքը շատ անտարբեր է վերաբերվում այն ամեն ինչին ինչ տեղի ունենում մեր սահմաններին անմիջապես Կներեք, իսկ ինչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ։ Պատի պերաշկու տեղը կաշերնի խավուրմա ուտեին։ Կարծում ես լրագրողները այդ պերաշկու պահել նկատել են։ Ինչ թվում է ամբողջ Իրան-Ամերիկա կոնֆլիկտը անցնելու այս պերաշկու ֆոնին։ Իսկ որտեղ ենք մենք հիմա օրինակ էս որտեղ ենք։ Պերոշկի ուտելու Մենք այդ ենք տեսել նախորդ 2 օրերին։ Ինչ-որ վատ բան։ Եթե դուք կուկուրուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Արա ոնց է դզում Գալյանես, արա ես ինչ տուպո եք սաղը դենքի արտահայտությունը, որը պետք չի երևի ցույց տալ լրագրողների մոտ, որտեվ իրենք գործն են անում։ Որն է այդ գործը։ Չգիտեմ, Գալյանի միջոցով լուծել Իրան-Ամերիկա կոնֆլիկտը Այդ ընթացքում պերաշկու թեման գցեցին նաև ընդդիմության ջերբը։ Հիմա իրանք դեմոնստրատիվ կերպով ելն են ասում։ Կուկուրուզը պերաշկի են ուտում, ցույց տալամ որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարող։ Դուք չեք ուտում եգիպտացորեն եւ Գիտեք, ես բորշել եմ ուտում, բայց իմ այդ նկարը հանրային սոցիալական ցանցերում չեմ դնում։ Դե գուցե հենց դրա համար ժողովուրդը ձեզ չի ընտրում, որովհետև չի զգում, որ դուք ժողովրդի ծոցից եք։ Մերկու անգամ այդ բորշը, որ նկարեք գցեք, որ մարդիկ իրան oh my god, ինքն էլ է, մեր նման բորշ ա ուտում, որ սպաս գցեք, вообще ավելի լավ։ Կզգան, որ դուք ել եք ժողովրդի ծոցից, բայց քանի գցում են $50,000 Hermes պայուսակը, իդի ոնց որ մի քիչ պերաշկու ճիշտ հակառակն է, էլի ոնց որ։ Լավ, եկեք լրջանանք։ Չո, կողքի երկրում պատերազմա, կոնկրետ ինչ սпасել, ինչ է կատարվում, ով կբացատրի։ Նորմալ ու adekvat ցանկալի Adekvat, ով կբացատրի նորմալ ու adekvat։ Այսօր մեր հարևան երկիրը գտնվում է մեծ պատերազմի մեջ իրենց հոգևոր ղեկավարին Ալի Խամելիին հայտարարում են որ սպանել են Ջան, Խամելիին չեն սպանել։ Խամելիի մոտ ամեն ինչ նորմալ է։ Քանի Արձականցյանը վերջնական չի քակել հայ-իրանական հարաբերությունների մեջ անջատեք այդ կամերան։ Բայց կամերան ոչ ոք այդպես էլ չանջատեց ու Արձականցյանը շարունակում էր հորդել։ Մենք շատ ստապ պետք է լինենք, մանավանդ դրանցից շատերը օգտվում են պատերազմական վիճակից, որ թշնամի են իսլամական պետության հետ ու տարբեր խաղեր են աշխարհի մակարդակով ցույց տալում մեր հարևան երկրի դիմաց արաբական երկրներում Բախրենում իրենց նավատորային բազայում պայթեցնել են արդեն Իրանի ռազմական ուժերը նավատորական բազան իրենք պայթեցնել են ու շարունակում են այս պայթումները իրենք հարձակումները կատարել բոլոր իրենց դաշնակ ցական երկրների վրա Դաշնակցական երկիրը որն է 1920 թվականի Հայաստանը դաշնակցական երկրները իրանք նավատորական բազա չեն ունեցել էլի Okay, just shut up կամ ասա կոնկրետ ինչ անենք կոմանդիր հրամային ինչ անենք Արձականցյան Դրա համար մեզ այս ամեն ինչը դաս է եղել մենք պետք է մեր սխալները չկորցնենք Պետքա շատ պինդ պահենք մեր սխալները, որտեվ եթե պինդ չպահես, սխալը կարող է դուրս գա ու սկսի վիդեո ձանագրել ինչ-որ դեղին ռոկոկո սերվանտի ֆոնի վրա անհասկանալի ուղերձներով։ Բայց վերադառնանք Հայաստան։ Իդեպ Արձականցյանը այս պահին Դուբայում ալրված չի կարողանում ընդեղից դուրս գալ, այնց որ եթե ինչ-որ մեկը հնարավորություն ունեք իրան հանել, պետք չի, թողում տեղը մնա էլի։ Վերադառնանք Հայաստան։ Այդ ընթացքում ուժեղ Հայաստանը շարունակում է կրկեսում ներկայացնել հավես բաներ։ Այսօր մենք ներկայացնելու ենք ձեզ աշխարհի պատմության մեջ առաջին արհեստական բանականության chat-bot-ը, որը կպատասխանի բոլոր հարցերի կուսակցության քաղաքականության վերաբերյալ։ Այսօր մենք ձեզ ներկայացրելու ենք Mr. Ուժին։ Mr. Ուժ, մեր մեծ յուղոտ fuck you-ն Batman-ին։ Mr. Ուժ, իսկ դուք ChatGPT-ից ուժեղ եք։ Տուպոյ հարցեր մի տուր Mr. Ուժին, արա դրա համար կան
Գոյություն չունեցող մարդիկ, ովքեր այդ հարցերը կտան։ Ինչ եք անելու, որ գյուղացիները իսկապես կարողանան արժանապատիվ եկամուտ ունենալ։ Ինչպես եք աջակցելու փոքր բիզնեսին, որ կարողանան դիմանալ ու շարունակել աշխատել։ Երբ են վերջապես գները իջնելու, մենք այլևս չենք դիմանում։ Ինչպես եք երաշխավորելու, որ մենք այլևս երբեք թույլ չլինենք։ Ինչքան երկար մենք պետք է բարձր հարկեր վճարենք։ Անհոգ եղեք, սիրելի ԱԲ-ով ստեղծված հայրենակիցներ, գոյություն չունեցող սուպերհերոսը կլուծի գոյություն չունեցող հայրենակիցների բոլոր խնդիրները։ Չգիտեմ, ժիվոյ մարդիկ հարցեր չունեն միստր Ուժին կամ Ուժեղ Հայաստանին, որ ես արեստական ընտրազանգվածն ախ առնվում։ Ինչպես եք ստեղծելու ինձ համար բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Ոչ մի ձև, բրատ, որովհետև դու գոյություն չունես։ Բարեբախտաբար միստր Ուժը այդքան կոպիտ չի, ինչքան Սերգեյն է, եւ սիրով պատասխանում է գոյություն չունեցող քաղաքացու հարցերին։ Դուք զանգել եք։ Միստր Ուժն այստեղ է, տվեք ցանկացած հարց։ Ձեր ապրուստի մասին, գյուղատնտեսության մասին, այն գների մասին, որ դուք վճարում եք։ Միստր Ուժ, իսկ քանի դուք կաք, մենք շոկոլադ ենք ուտելու։ Միստր Ուժին քո տուպոյ հարցերով զանիտ մի արա, հա? Ինքը ավելի կարևոր բաներ ունի։ Վաբշետը, եթե կա Սամվել Կարապետյանի AI տարբերակը, ինչ Միստր Ուժ, ինչի՞ չի Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանի AI-ը ավելի կարևոր բաներով է զբաղված։ Թույլ Փաշինյանը մեր կենցաղը տանում է դեպի անցյալ 90-ականների ցուրտ ու մութ տարիներ։ Շուտով կունենանք ուժեղ վարչապետ եւ ջուր։ Ահն օրցերության մի բաժակ ջուր տվող Սամվել Կարապետյան ունեցանք։ Այդ ընթացքում միստր Ուժին միացավ նաև միստր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հայտարարություն տարածեց, որ Կարապետյանը ամենամեծ շանսերը ունի ու պետք է իր շուրջ համախմբվել, ու որից մի քիչ պրինցիպի կարա նեղանա Լևոն Զուրաբյանը, որտեղ վրոդի ինքն էր ուզում վարչապետ դառնալ։ Իսկ այօրինակ հանրապետականը չի շտապում հրաժարվել ընտրապայքարից։ Գուցե նաև նրա համար, որ ոչ էլ մտել է դեռ ընտրապայքար։ Մենք այսօր անցողիկ ենք։ Բայցը պետք չի, եկեք կենտրոնանք դրականի վրա։ Դուք ինչքան ուժ ունեք, անցողիկ եք։ Ուղղակի կարող է հավակնություն չունեք մասնակցել ընտրություններին, ինչը կարա նշանակի, որ կամ կմասնակցեք կամ չեք մասնակցի, ամեն ինչ կարա նշանակի դա։ Նախագահին նաև հարց տվեցին այն վերջի սրաչի հետ կապված Քոչարյանենց թիմի հետ։ Ավելի հստակ Աշոտյան Աղվան են փոխհրաձգությունը, որ տենց էլի ուժեղացնում է ԿՊ-ի անցնելու շանսերը։ Բոլոր նրանք, ովքեր դիփորձեն, ես նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր դիփորձեն մեր հաշվին աչուկ հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Էլի սկսվեց կիսանամյոկներով խոսալը, որ իրան ինչ-որ բան են հասկանում, իսկ մենք ստեղ մեղի գլուխ ենք ժողովուրդը, եթե ինչ-որ մեկ էլի մեզ բան ասի, մենք ճիշտը կասենք, իսկ դե ճիշտը բնականաբար պահում ենք սևորվա, մի անգամից ճիշտը մարդո չի ասի։ Դե այդ ճիշտը կասեն, երբ որ ինչ-որ մեկը փորձի նվազեցնել ՀԿ-ի շանսերը։ Փորձեք նվազեցնել ՀԿ-ի շանսերը, թե չէ մարդը ճիշտը կասի։ Ստեղ իհարկե ամենահավեսն է, որ ՀԿ-ն իրոք մտածում է, որ շանսեր ունի, որոնք կարող են նվազեցվել։ Իմպիչմենտից ինչ կային, որ լիքը շանսեր ունի։ Եվ կարծում եմ, մեր հաջորդ հանդիպումը այստեղ իմպիչմենտի մասին նոր բան կլսեք։ Նոր բան իմպիչմենտի մասին։ Չխնդակ։ Ստեղ լուրջ շախմատային կոմբինացիա է գնում։ Սպասում ենք նոր բանի իմպիչմենտի մասին եւ այդ ընթացքում եկեք խմենք բոլոր ցանկությունների կենացը, ինչքան էլ ակնհայտորեն չիրականացվող են այդ ցանկությունները, խմենք այդ մանկական հավատի կենացը, որ մեզ ստիպում է հավատալ, որ դրանք կարող են իրականանալ։ Շատ բարդ էր, բայց օքեյ։ Եվ այսպես ձեր տանը շարունակում է ֆրֆրալ ինչ-որ երեխա։ Ու դուք չեք ուզում, որ նա ինչ-որ ափր-ծփր ծախսեր անի։ Fast Shift-ի յոյո հավելվածը 4-ից 16 տարեկան երեխաների համար է։ QR վճարումներ եւ երեխային պիտանի մարդ սարքելու ֆունկցիա։ Ծախսերը կարող են կախված լինել ծնողի կողմից տրված առաջադրանքների կատարումից։ Օրինակ տնկեցիր 15 հեկտար անտառ, կարող ես պաղպաղակ առնել։ Կամ հավաքեցիր սենյակը, կարող ես պաղպաղակ առնել։ Նյուանսները դուք որոշեք։
Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջին դիտեք օրվա վիդեո բոցը։ Մենք պետք է մանավանդ այս ժամանակ ավելի շատ սիրենք իրար հարգենք, քան թե երբեք։ Անախրենան վայնա, ապաշլանանա։ Դե հետաքրքիր է, որն է քո վերլուծությունը։ What's your take? What's your take? Сергей, каков мой take? Ты спрашиваешь. Какой у тебя take? Мой take, որ պետք է շուտ ավարտվի սախարը։ Էլի սախ վարի տվինարա։ Ինչ որ ակցիաներ են ընկնում, ինչ որ ակցիաներ նաև բարձրանում են։ Լսի, նայ, Ուկրաինայի պատերազմի ժամանակ մենք ինչ որ ձեով օգուտներ քաղեցինք, այնտեղ մենք որն է City Mobile-ը, Սամվել Ալեքսյանը, ստեղ ես չեմ պատկերացնում ոնց կարանք բանանք, օգուտ քաղելու տեղ ունենք Mobile Center, հա։ Դե ինչ որ բան այնտեղ iPhone-ներ պետք է գան ժողովրդին։ Դե ամեն դեպքում ես կոչ եմ անում Թրամփին ինչ անում է մի շաբաթում վերջացնել։ Արա դե ջուրը մի շաբաթում չի լինում, չի լինում, սենց պրոստը շուտ ստոպ են տալիս կամ արհեստական կամ բան։ Ինչ կար տարիներով գնա։ Մանավանդ Իրանը, Ուկրաինայից ուժեղ է։ Okay, Իրանը հեջ ջինքերի դեմքը տեսան ինչ էր եղել։ Արա խենք այսքան երկար սա post-scriptum ինչ անverջ խոսում եմ։ Միացեք Patreon-ում խոսել մնացածի մասին։ Հա, OnlyFans-ում կնայեք Patreon-ում։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա